Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրել լրատվադիտողներ, մանեք կան մարդիկ, ովքեր պարզապես սնվում են միայն քաղցը հագեցնելու համար այդ պահին։ Բայց մարդիկ կան, ովքեր այս ամենին նայում են որպես ձևավորված մշակույթ եւ շատ սիրուն է ստացվում համենայն դեպս թե նրանց պատրաստելը, թե սնվելու ընթացքը, որովհետեւ այո, նրանք փորձում են վայելել պահը ու դա կդառնա լավ հիշողություն որպես այդպեսի բարեխորժակը ստացված լինելու համար։ Այս հարցում այսօր մեզ օգնելու է ֆուդբլոգեր Տաթևիկ Թորոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ իսկապես Տաթևիկը այն անհատականություններից է, որի թե հոլովակները սոցհարթակներում տեսնելուց, թե նրա հետ շփվելուց հասկանում ես, որ խոհանոցը իսկապես մշակույթ է, որտեղ պետք է ստեղծագործել։ Եվ այսօր ինչ ենք պատրաստելու Տաթևիկ։ Այսօր պատրաստելու ենք նախաճաշ, շատ հեշտ թխուկներ, որոնց մասին արդեն խոսել եմ մեր նախորդ եթերի ժամանակ, դեռ այն ժամանակ էի ցանկանում պատրաստել, այսօր կպատրաստենք, կարծում եմ, որ սա բոլորի ճաշակով է, որովհետև եւ բաղադրիչներն են բավականին ստանդարտ եւ բոլորը կարծում եմ կհավանեն։ Հիանալի է, իսկ բաղադրիչներից ինչ է մեզ անհրաժեշտ։ Բաղադրիչներից խոզաբուխտ, ըստ ճաշակի արդեն բանջարեղենը կարող են մեր հեռուստադիտողները ավելացնել լոլիկ, բուլղարական պղպեղ, կանաչի, ես նախընտրում եմ մաղադանոց տվյալ թխուկների մեջ, անհրաժեշտ է լավաշ, այսպես ոչ շատ փոքր, ոչ մեծ կտրտած, եւ հալվող պանիր։ Հալվող պանիրը կարող են վերցնել սուլուգունի կամ մոցարելա։ Մենք երկու տեսակն էլ վերցրել ենք, որպեսզի լավ հալվի ու այսպես ախորժելի ձգվի։ Ինչպես օրինակ տեսահոլովակներում կամ գովազդներում, երբ մենք տեսնում ենք այն ձգվող պանրի ձողիկները, փաստորեն այսօր նմանատիպ ձգվող թխուկներ ենք ստանալու։ Այո։ Դե ինչ սկսենք։ Սկսենք աշխատանքը խոհանոցում, այո։ Անհրաժեշտ է սկզբում բանջարեղենը մանր կտրատել։ Իրականում շատ բանջարեղեն անհրաժեշտ չէ, բայց շատ լավ համ է տալիս, դրա համար կվերցնենք մի քիչ կարմիր եւ մի քիչ դեղին բուլղարական պղպեղ ու մանր կկտրատենք լոլիկը այդ ընթացքում։ Օրինակ, եթե ես լինեի այս աղցանը կամ թխուկներ պատրաստողը, կմտածեի նաև հետաքրքիր թանձրուկ, ինչպես ասում ենք մենք, որովհետև անուշից սովորել ենք, որ լիարժեք բաղադրատոմսը դառնում է այն ժամանակ, երբ նաև ի վերջո մենք օգտագործում ենք թանձրուկ եւ շատ այսպես բոլորին հայտնի, ինչու ոչ, կարող ենք օգտագործել մայոնեզ, կարող ենք օգտագործել տոմատային ինչ-որ հիմքով կամ պարզապես ամենադասականը գուցե թթվասեր տարբեր համեմունքներով։ Այո։ Բայց առանձին դնել, որպեսզի ըստ նախասիրության ցանկության մարդիկ կամ օգտվեն կամ ոչ։ Ահա, բայց քանի որ բանջարեղենը շատ հյութեղ է, հիմա կարծես սոսը իր մեջ լինի արդեն, ու քանի որ պանրի հետ հալվում է, ինքը շատ այսպես հյութեղ է լինում ու կարծում եմ արդեն հիմա որ փորձեք կասեք սոսի կարիք կար թե ոչ։ Շատ լավ, մեծ սիրով։ Մի բան եմ նկատել նաև, որ անկախ այն հանգամանքից, որ դու այդ պահին կողնորոշվում ես, ինչ պիտի ուտես կամ ինչ է խորժակդ քաշում, եթե չես կարողանում կողնորոշվել, միանգամից օգտության է գալիս պարզապես լավաշը, պանիրը, որը տաքացնում ես, այն հալվում է եւ ուտում ես։ Իհարկե, դասական տարբերակն է լավաշ, պանիր, հատկապես եթե կա հնարավորություն թարմ թխված տաք լավաշը վայելելու։ Էլ չեմ ասում, եթե կա, դա արդեն շռայլություն է իհարկե, բայց եթե դուք գտնվում եք օրինակ տանը ձեր եւ դա գտնվում է գյուղում, ունեք գեղեցիկ հողատարածք եւ մշակել եք, այնտեղ աճեցրել եք լոլիկ, պատկերացրու խնդրում եմ լավաշը, պանիրը, լոլիկը եւ թարմ կանաչիները սեփական տարածքից սեփական ձեռքերով աճեցրած։ Կամ գուցե նոր թխված հացը թոնների մեջ։ Գուցե, բայց ասում են տաք հաց այնքան էլ առողջարար չէ, չէ՞, Տաթևիկ։ Ասում են, որ գնում խմորվում է ստամոքսում, բայց դա ինձ թվում է լավաշը բոլորս այնքան շատ ենք սիրում թարմ թրված լավաշ, որ մի քիչ կարելի է չարաճճիություն կարելի է։ Գիտես, Տաթևիկ, օրեր առաջ մենք խոսում էինք այն մասին, որ ինչպես արվեստում օրինակ գույները կամ նոտաները երաժշտության մեջ, այդպես էլ խոհանոցում թվում է, թե բաղադրիչները սահմանափակ թվով են, արդեն մեզ հայտնի, ու նոր բաղադրատոմս ստեղծելու հավանականությունը շատ ավելի քիչ է, բայց մեր օրերում ամեն հաջորդ վայրկյանին մենք զարմանում ենք, որովհետև տեսնում ենք արդեն ծանոթ բաղադրիչների միքսը, բայց ստանում ենք մեկ այլ բաղադրատոմս, աղցան, ուտեստ, նախուտեստ, ինչպես է սա ստացվում ձեզ մոտ։ Իրականում համամիտ եմ ձեզ հետ, հետամանորյա բաղադրատոմսերի շարք ունեի, որտեղ որ գրեթե նույն բաղադրիչներն էին անդադ կրկնվում, այսինքն շարքը հենց նրանով էր յուրահատուկ, որ չենք գնում նոր բաղադրիչներ, այլ օգտագործում ենք այն ամենը, ինչ ամանորին գնել ենք եւ որպեսզի չփչանա կամ արագ կարողանանք օգտագործել եւ չձանձրանանք նույն ուտելիքներից։
այդ նույն, ասենք, 10 անուն բաղադրիչներով այնքան տարբեր ուտեստներ էինք պատրաստում, որ շատերը զարմանում էին։ Տաթևիկ, դու կյանքի բերումով իհարկե շատ ես լինում քո հանոցում, հետաքրքիր բաղադրատոմսեր ես առաջարկում բոլորին քո հետևորդներին, բայց հիմա կտրուկ անցում մի այսպիսի հարցի, կենդանական աշխարհին ինչպես ես վերաբերվում եւ արդյոք տանը պահում ես կենդանի։ Տանը չեմ պահում կենդանիներ, սիրում եմ դրսում սիրել կենդանիների, մեծ շների, կատուների շատ եմ սիրում, բայց տանը չեմ պահում կենդանիներ։ Շատ լավ, ինչու ենք այս հարցը տալիս, որ արդյոք լինում են դեպքեր, երբ օրինակ ինչ-որ մի բան պատրաստում ես եւ սնունդի մնացորդները հատուկ իհարկե որոշում ես կայացնում, որ դա պիտանի կարող է լինել որպես կենդանիների համար կեր եւ տանում ես նրանց կերակրում ես այդ բաղադրատոմսի մնացորդներով օրինակ։ Քանի որ ներկա պահին ապրում ենք Մոսկվայում, իսկ Մոսկվայում փողոցային շներ չկան, այսինքն միայն կատուները չեմ տեսել ճիշտն ասած, միայն աղավնիներ, շատ թռչուններ, այսինքն միայն հացի փշրանքներն ենք հավաքում, եթե մնում է, ու միայն դրանով արդեն թռչուններին եմ կերակրում, բայց այլ կենդանիների այնտեղ չեմ կարող գտնել, որ կերակրեմ։ Բայց կարևոր այդ նպատակն է, որը կա, եւ երբ փորձում ենք յուրաքանչյուր բան ծառայեցնել նաեւ մեր կողքին ապրող անտուն կենդանիների համար, հոգ տանելով նրանց մասին, եւ շատ դեպքերում հենց այդ հոգատարությունն էլ բերում է այն վերաբերմունքին, որը ստանում ենք կենդանիների կողմից, եթե լիներ հակառակը, կտեսնեինք այն ագրեսիվ դրսևորումները, որոնց մասին ցավոք սրտի, բայց ավելի շատ են երբեմն բարձրաձայնում, քան հակառակը, պարզապես պետք է հոգ տանել շրջապատող միջավայրի համար։ Պատահական չհարցրեց Հայկը, որովհետև մենք րոպեներ առաջ խոսում էինք նաև այնպիսի ռեստորանների, սրճարանների մասին, որտեղ ավելացրած ուտելիքը ոչ թե դեն են նետում կամ պարզապես նետում են աղբաման, այլ հավաքում են միտեղ, իհարկե տարանջատելով, առանձնացնելով, որպեսզի այն օգտակար լինի նաև անտուն կենդանիներին, հատկապես անտուն կենդանիներին։ Ես իրականում արտասահմանում տեսել եմ մի նմանատիպ սրճարան, որտեղ գրված էր, որ այսպես բառացի չեմ հիշում, բայց այն ինչ որ դու թողնես, կուտեն կատուները։ Շատերը երևի կենդանասերները ավելի հաճիկով էին գնում այդ սրճարան, որովհետև գիտեին, որ սննդի մնացորդները բարի նպատակ են ծառայելու։ Եվ հենց դրա մասին էլ մենք շարունակելու ենք խոսել, որ այո, աշխարհում արդեն կան աղբամաններ, որոնք հիմա ճիշտ տարբերակը իհարկե մենք դրա կասենք, այո, խելացի աղբամաններ են կոչվում, եւ նրանք բառի իսկական իմաստով, չնայած որ ճակերտների մեջ պետք է ասենք, այո, ուտում են սննդի մնացորդները եւ դրանք նմանվում են աղբաման գործարանների նաեւ, քանի որ նրանք դեն նետած մթերքը 12 ժամվա ընթացքում վերածում են պարարտանյութի, սա էլ շատ կարևոր է եւ ինչու ոչ նաեւ կենդանիների համար նախատեսված կերի։ Այո, եւ այս խելացի աղբամանների օգնությամբ կարողանում ենք ավելացրած սննդամթերքը, որը այլևս չի կարելի ուտել կամ չենք սիրում օրինակ երկրորդ օրվա պատրաստած այս կամ այն ուտեստը վայելել, կարելի է տալ աղբամանին, որպեսզի նա ուտելով մշակի եւ իհարկե վերադարձնի կենդանիներին արդեն որպես կեր։ Հնալի տարբերակ է։ Սա կարծում եմ հրաշալի կոնցեպտ է իսկապես, որ կարողանում ենք մենք մի քանի գործողություն կատարել, բայց դա միայն դրականապես է ազդում թե բնության, թե կենդանական աշխարհի եւ թե ինչու ոչ մարդու հոգեբանության վրա, որովհետեւ ի վերջո ոչինչ հենց այնպես պարզապես չի լինում ու հենց այնպես դեն չենք թափվի։ Եվ թափոնների վերամշակումը եւս շատ կարևոր խնդիր է ամբողջ մոլորակի համար, որ անդադար կարելի է կրկնել, թե ինչքան պետք է մենք ուշադիր լինենք մեր յուրաքանչյուր օրվա գնումների տոպրակն անգամ ձեռք բերելուց, որովհետև այդ տոպրակները 1-2 վայրկյանում չէ որ անհետանում են երկիր մոլորակում, իսկ դրա համար պետք է շատ ժամանակ։ Դա է պատճառը, որ նաև նորաձևության տներն են վերջին շրջանում ակտիվ կերպով անդրադառնում այս խնդրին, երբեմն արդեն հին հագուստի կտորները օգտագործելով ստեղծում նոր հագուստներ կամ օրինակ այդպիսի նորաձևության տներից մեկը մի արշավ էր իրականացրել, երբ օվկիանոսից դուրս բերված պլաստիկի թափոնը օգտագործել էր որպես իր լոգո սպորտային կոշիկներ ստեղծելու համար։ Պատկերացնում եք ինչ գեղեցիկ արշավ է եւ այսպես այդ ողջ գումարը, որը հատկացվում էր, նաեւ օգնություն է բնությանը, երկիր մոլորակին, որպեսզի մենք բոլորս լինենք ել ավելի առողջ ու մաքուր միջավայրում։ Հետաքրքիր է մարդկային միտքը, մենք ուր հասանք այդտեղ, սիրելի Տաթևիկ։ Ես այստեղ արդեն այո ավարտեցի գրեթե բոլոր բանջարեղենները ու հիմա փաթաթելու եմ լավաշի մեջ։ Խորհուրդ կտամ մեր հեռուստադիտողներին, որ թարմ լավաշ վերցնել, որպեսզի այն շատ հեշտ փաթաթվի եւ կողքերից չճաքի։ Շատ կարևոր պայման է։ Ահա, արդեն մեր փոքր
թղթերը պատրաստելու համար այստեղ լցնում ենք պղպեղ, լոլիկ, մի փոքր այսպես կանաչի, խոզապուխտի փոխարեն կարող են նաև բաստուրմա օգտագործել ցանկացած տեսակի մսամթերք, երշիկեղեն, այն ինչ նրանք ցանկանան։ Եվ իհարկե հալվող պանիրը մենք վերցրել ենք եւ մոցարելա եւ սուլուգունի եւ հիմա երկուսից էլ կօգտագործենք։ Ահա։ Այս ընթացքում կարող ենք տաքացնել թավան արդեն։ Հաճելի է, երբ պանրային մասով հարուստ է լինում կերակուրը։ Ես սիրում եմ այո այդպես։ Սիրում ես պանիր։ Այո, շատ։ Ես էլ եմ իրականում շատ սիրում պանիր։ Երևի եթե ինձ ասեին կարող ես լինել բուսակեր, երևի կկարողանայի հրաժարվել մսից, բայց կաթնամթերքից չէի կարողանա հրաժարվել։ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ պատվիրում ենք ինչ-որ մի ուտեստ, որի վրա պիտի լինի հալած պանիր, իսկապես նյարդայնանում եմ չափից դուրս, երբ տեսնում եմ պանիրի չափաբաժինը քիչ է։ Չնայած որ ասում են դա համային երանգը նուր պահելու համար է քանակությամբ այդպես, բայց միևնույն է սիրում եմ պանիրով հարուստ լինի, եթե կա իհարկե դրա կարիքը։ Դու զանգահարելուց, եթե որևէ պատվեր զանգով ես կատարում, կարող ես նշել, որ դու նյարդայնանում ես, երբ պանիրը քիչ է լինում, նախապես ասես դրա մասին եւ պանիրը վստահաբար կլինի շատ առատ կամ առանձին կուղարկեն քո չափաբաժինը։ Ես արդեն կճանաչեն այս անունով պանիրի քիչ չափաբաժնից նյարդայնացողը։ Ու քանի րոպե է մեզ պետք տապակելու համար։ Շատ արագ են պատրաստվում իրականում։ Մոտ 2 րոպե յուրաքանչյուր կողմից, հենց որ տապակվում է, արդեն մեջն էլ տաքանում է պանիրը հալվում եւ կարող ենք ասել, որ պատրաստ է, համերը միախառնվում են։ Այո, շատ արագ տարբերակ է։ Իդեպ նրանք, ովքեր որ ցանկանում են, որ կալորիաները ավելի քիչ լինեն այս նախաճաշի, կարող են ուղակի տապակել 4 թավայի մեջ առանց բուսայուղի։ Բայց եթե ցանկանում են, որ լինի ավելի ոսկեգույն, ավելի խրթխրթան, բուսայուղով, ինչպես որ մենք ենք այսօր տապակելու։ Մենք նաև նկատեցի, որ չենք ավելացնում համեմունքներ, օրինակ աղ, սև պղպեղ, դասական գոնե համեմունքները, ինչու։ Չենք ավելացնում, որովհետև խոզապուխտի մեջ եւ ցանկացած այլ մսամթերքի, բաստուրմայի եւ այլն արդեն բավականաչափ աղ կա ու իրենց աղի չափաբաժինը թողնում են, բացի դրանից պանիրն է շատ ժամանակ արդեն աղի է լինում։ Այո, դրա համար ես չեմ ավելացնում։ Տաթև իսկ քո գործունեության մեջ ավելի շեշտադրված է հայկական խոհանոցը, թե եվրոպական։ Իրականում բոլոր խոհանոցներից էլ պատրաստում եմ։ Առաջ հայկականը ավելի շատ էի պատրաստում, բայց հիմա ավելի տարբեր ազգերի խոհանոցներից եմ օգտվում։ Իսկ ամենասիրելի խոհանոցը որ երկրին է պատկանում։ Հայկական։ Հայկական։ Իսկ ամենասիրելի ուտեստը կամ բաղադրատոմսը։ Ամենասիրելի ուտեստը իմ, որից որ ես երբեք չեմ հրաժարվի, դա պաստաներն են։ Ես պաստայի, մակարոնի անուղղելի սիրահար եմ ու դա իմ ամենասիրելի։ Մենք մի դասարանից ենք, ինձ թվում է ես անվերջ կարող եմ ուտել համեղ պաստա։ Բայց դա պարզապես միայն վայելել ուտել, թե նաև պատրաստելն է ֆավորիտ համարվում պաստաները։ Նաև պատրաստել եմ շատ սիրում, որովհետև ամեն անգամ երբ որ պատրաստում եմ, զգում եմ, որ ես սոուսը ավելի առատ եմ անում, ավելի այսպես հյութեղ է ստացվում ու դրա համար իմ պատրաստածը ավելի շատ եմ սիրում, ճիշտ ասած։ Իսկ քանի որ մենք գիտենք հայկական խոհանոցը շատ հարուստ է, երբեմն նույնիսկ կան բաղադրատոմսեր, որ երկար տարիների խոհարարները վերջերս են բացահայտել, կա այդպիսի մի բաղադրատոմս, որը բացահայտելուց իսկապես զարմանքն է ձեզ պատմել Տաթևիկ։ Հայկական խոհանոցից։ Այո, հայկական։ Շատ ուտեստներ կան իրականում, որովհետև ճիշտն ասած չգիտեմ որտեղ էին մինչև վերջերս մեր հին հայկական այդ խոհարարական գրքերը, բայց օրինակ ես վերջերս եմ 1-2 տարի առաջ եմ նվեր ստացել ու այնտեղ այնքան կան բաղադրատոմսեր, որոնք որ մենք մինչև վերջերս մտածել ենք, որ դա արևելյան խոհանոցից է, բայց հասկանում ենք, որ չէ, դա էլի հայկական է, ուղղակի ուրիշ ազգերը ավելի լավ են դրանք իրենցով արել, ներկայացրել որպես իրենցը, բայց իրականում դա հենց մեր հայկական ճաշատեսակներից է, չրերով, անուշեղենով, ամանորյա, այսպես շիլայի պես ապուր են ասում, բայց ավելի շատ շիլայի է նման, որտեղ որ օգտագործում են շատ մեծ քանակի չրեր, ծավարեղեն, ընդեղեն ու հիմնականում եփել են նախկինում մեծ կաթսաներով ու այդպես փոքր չափաբաժիններով բաժանել եւ տան անդամների, բարեկամների, հարևանների միջև։ Հիանալի է։ Խոհանոցը նաև ավանդույթների
կարծես շարունակող այն օղակը լինի եւ կարեւոր օղակը, երբ առանց դրանց նաեւ չեն կարողանա վերադարձնել մեր օրյա իրականություն, մեր ամենագեղեցիկ ավանդույթները, որի կարիքը իհարկե շատ ունենք, հատկապես 21-րդ դարում, 2026 թվականին, երբ ամենուր տեխնոլոգիաներ են, նոր ստեղծվող սարքեր, ու մնում է այդ ջերմությունը փոխանցել մեկ գեղեցիկ ընթրիքի սեղանի կամ արդեն հայտնի դարձած մեկ բաղադրատոմսի օգնությամբ։ Այո։ Իսկ մենք շտապենք տապակել թխուկը։ Մեր թխուկները արդեն այո փաթաթված են։ Սպասումով լի որպեսի վայելես, մի փոքր դառնում ենք անհամբեր։ Մինչ այն կտապակվի, մի փոքր խիղճս հանգստացավ, երբ տեսնում եմ արդեն թխուկները թավայի մեջ են։ Այո, այո։ Բայց գիտես, խոհանոցի ավանդական կողմերը մեզ լիարժեք օգնում է բացահայտել մեր գործընկերուհին Անուշը, իր աշխատանքի համար պետք է արժանի մատուցել եւ հենց այսօր էլ չենք ասի իհարկե ուր, նա ճանապարհվել է այո մեր տարածաշրջաններից շատ հետաքրքիր մի վայր, որի մասին կներկայացնենք, երբ կգա իհարկե ճիշտ օրը, ճիշտ պահը, բայց կրկին հայկական ավանդական շատ գեղեցիկ բաղադրատոմս է մեզ ներկայացնելու, իսկ դա պարզապես պետք է տեսնել, լսել ու վայելել հետո։ Հիանալի է։ Իսկ հիմա մենք ունենք հնարավորություն վայելելու Տաթևիկի պատրաստած նախաճաշը թխուկների օգնությամբ։ Ես նկատեցի, որ թխուկներից մեկը էլ ավելի առատ է պանրով եւ ֆիքսեցի, որ դա թավայի մեջ երրորդն է։ Դա քեզ համար է ինձ թվում է։ Որպեսզի դու նկատելի էր անգամ այդտեղից։ Այո, այստեղից անգամ նկատելի էր, այնպես որ դու հաստատ այսօր գոնե մեր տաղավարում նյարդայնանալու առիթ չես ունենա պանրի պակասի պատճառով։ Մենք պետք է սպասենք, որ թխուկները ուղղակի կարմիր են ու պանիրը հասցնի հալվել։ Իրականում այս բաղադրատոմսը կարելի է նաև փոփոխությունների ենթարկել, չէ՞, ինչպես նշեցիք, կարող են ընդհանրապես բանջարեղեն չավելացնել, մսամթերք չավելացնել, պանրի իրենց սիրելի տեսակները դնել ու օրինակ թարխուն կտրատել։ Պատկերացրեք, որքան այսպես հայկական, լրիվ հայկական համերով գարնանային նախաճաշ կարող է լինել։ Մեկ ամսից արդեն մոտ մտովի գարուն եմ գնում դրա համար։ Ցանկացած բան կարող են դնել։ Այս դեպքում հետաքրքիր է, այո, որ կարող ենք լիարժեք իմպրովիզների դիմել։ Այստեղ նաև չէր խանգարի խաշած ձուն, եթե ասում ենք թարխուն, բանջարեղենով այսպես համեմատած։ Բայց երբ ասում ենք բանջարեղեն, ես հենց դու մի բան եմ այսպես հիշել ու պատկերացրել, որ մենք երբեմն խանութ սրահներում տեսնում ենք շատ գեղեցիկ արտաքինով, փայլուն, գեղեցիկ բանջարեղեն, շողշղացող։ Բայց դրա կողքին երբեմն տեսնում ենք արտաքնապես ոչ այդքան ինչ որ մարդուն տրամադրող մթերք բանջարեղեն միրգ, բայց ըստիս կարելի է նաև շեշտադրել եւ գնել այն ապրանք, որ օրգանիկ է եւ թեկուս տեսքից այդքան էլ ախորժալի չէ։ Ու իրականում շատ երկրներում դա կիրառվում է հենց խանութ սրահներում, երբ օրգանիկ պայմաններում աճեցված միրգը, բանջարեղենը գուցե տեսքով զիջում է ավելի գեղեցիկ միրգ բանջարեղենին, բայց միևնույն է գնառաչարկը երբ նկատում ենք, իսկապես այն մի քիչ այդքան էլ գեղեցիկ չէ, բայց շատ ավելի բարձր գին ունի, քան այն միրգն ու բանջարեղենը, որը աճեցված է հատուկ պայմաններում, աճեցված է տարատեսակ նյութերով, հավելումներով եւ ունի այդ փայլող տեսքը, որովհետեւ մարդիկ գնալով հասկանում են, որ կարևորը ոչ թե տեսքն է, այլ բովանդակությունը, այս դեպքում մրգերի եւ բանջարեղենների։ Եվ հենց արևի շողերը տեսած միրգն ու բանջարեղենը կարող են փոխանցել այն վիտամինները, որոնք հայտնի է, որ օրինակ խնձորը պարունակում այս կամ այն վիտամինը կամ բանջարեղենը։ Մենք առաջարկում ենք, որպեսզի թեման շարունակի մեր գործընկերը, մինչ այս ընթացքում մեր թխուկներն էլ իրենց վերջնական կարմրավուն տեսքը կստանան։ Այո, մենք ձեզ կներկայացնենք վստահության կրպակների մասին, որտեղ ճապոնացիներն են ֆանտաստիկ օգտագործել, այո, իրենց միրգը եւ բանջարեղենը խնամքով օգտագործելու հետաքրքիր տարբերակ է սա։ Վերնագիրն էլ է շատ սիրուն հնչում վստահության կրպակ։ Եկեք միասին բացահայտենք, տեսնենք ինչի մասին է խոսքը, վերադառնանք եւ տեսնենք, թե Տաթևիկ այստեղ ինչ արեց։ Իսկ ճապոնացիների այս միտքը նաև կարելի է անվանել բարության դրսևորում, սա այլ կերպ չեն կարող այս ամենին նայել, իսկ մեր Տաթևիկը արդեն վերջնափուլում է եւ գրեթե պատրաստ է մեր նախաճաշը։ Այո, մեր նախաճաշը արդեն պատրաստ է, տեղափոխում ենք ափսեի մեջ։ Եվ ես հատուկ ձեռնոցները հագել եմ, որ ցույց տամ, թե պանիրը որքան է ձգվում։
հիանալի։ Ու պետք է նաև հեռուստադիտողներին նշենք, որ դեռ գիտությունը չի ստեղծել այն հնարքը, որ կարողանանք բույրը փոխանցել տաղավարից ձեզ, բայց տեսքը կարծում եմ պատմում է ավելին։ Թե ինչ ոսկեգույն են, խրթխրթան ու հիմա կտեսնենք նաև ինչ ձգվող։ Հիմա հուսով եմ, որ մեզ հուսախապ չեն անի։ Չէ, հուսախապ չեն անում, տեսեք։ Ահա։ Կարծում եմ դուք կհավանեիք մեր ռեստորանը։ Բարյախորժակը վստահաբար պիտի լինի ստացված, սիրելի հեռուստադիտողներ, գնանք եւ մի քիչ մոտիկից տեսնենք այնտեղ ինչ է կատարվել, ձեզ առաջարկում ենք երաժշտական տրամադրություն, մնացեք մեզ հետ, վերադառնանք եւ շարունակենք։